Բարև ձեզ, այսօր եկել ենք Արտաշատ, որպեսզի հասկանանք, թե մարդիկ գոհ են անցնող 2025 թվականից, թե ոչ։ Ինչ հաջողություններ եք գրանցել այս տարի ձեր կյանքում, անձնականում։ Ոչ բան չեմ ձեռնարկել, բայց կուզեմ, որ ավելի գեղեցկանա մեր սիրուն Արտաշատը։ Բայց ձեր կյանքը։ Որ չեմ բողոքում։ Մեծ կորուստ եմ ունեցել, աշխարհից էլ մեծ, տիեզերքից էլ մեծ կորուստ եմ ունեցել։ 15 տարեկան հրաշք թորնիկ եմ կորցրել։ Տունտեղ թողած եկած տեղ, մին պուտուրսենյակում ապրում հերմանիցմ տալիս, ոչ մի հարմարություններ չկա։ Իսկ 80,000 մանետ փողում ստանում, ինչ անեմ, ուտեմ տան վարձավ։ Համ հաջողությունները լավ, համ էլ անհաջողություն։ Կյանք էլի, սովորական։ Օրինակ, ինչ հաջողություն գրանցեցիք այս տարի։ Դե երկու տուն սարքենք տղաներիս համար։ Դե ավարտել ենք մեր 9-րդ դասարանը, ընդունվել ենք քոլեջ, դրանը մեր համար հաջողություն է։ Մեր երազանքին ենք փորձում հասնել։ Որն է ձեր երազանքը։ Դե իմ երազանքն է, որ դառնամ պարուսույց։ Հիմա այդ ուղղությամբ եմ շտաբում ու 2025 թվականը իմ քոլեջ ընդունվելով ինձ շատ ուրախացրեց։ Շատ լավ, դու ինչ կասես։ Նույնն է։ Հա։ Այս 26 թվականը թող լինի արդարության տարի, թող լինի պայքարի տարի բոլորի դեմ, բոլոր չարի դեմ, թող որ բարին հաղթանակ տանի։ Ոչ մի բանից է գուր չենք, Ինչու։ որտեղ մեր երեխաների չկան։ Այս պատերազմում երեխան զոհվա, փորսել է զոհվա, փոքր տղաս է վիրավորված։ Ինչ լավ լինի, լավ բան չկա։ Ինչ ասեմ Ազուջան, հայ եղել է էլի։ Օրինակ, ինչ լավ բան է եղել, որ սրտանց ուրախացել եք։ Դե կորս թորը նշանվել է, դրա վրա շատ ուրախացել եմ։ Վերջապես նշանվեց։ Աղջիկ էր թե տղա, քանի տարեկան։ 30։ Ընդհանուր առմամբ 2025 թվական ինձ համար շատ հաճելի ժամանակաշրջան էր։ Այս տարվա ընթացքում շատ լավ ենք ապրել, փառք Աստծո, չենք դժգոհում ոչ մի բանից։ Ուղղակի ռեգուլյարնի կյանքով ենք ապրել։ Դա ոնց հասկանամ։ Դա որ ասենք գումարի պահով կամ ընտանեկան հարցերում նորմալ է, չեմ դժգոհում։ Ինչ հաջողությունների եք օրինակ հասել այս տարի։ Այս տարի ես հիմնականում որ աշխատում եմ, ոչ գումարի պահով ստանում են գումարը, հարմար է, ասո չենք դժգոհում ընդհանուր թե գումարի, թե ընտանեկան պայմաններից, թե շրջապատի, թե նման լավ հաճելի հարցազրույցով ուրախ եմ։ Իսկ 2026 թվականից ինչ եք ուզում։ Ձմեռ պապիկը ձեզ համար ինչ բերի։ Ոչ մի բան։ Մի հատ երեխա, հնել կինս պիտի պարգևի։ Թորնիկոնը բշտում կա, ոչել տեղ կա, ոչել փողոնեն բեր ամուսնացան։ Ասում ամուսնացա, բա բերեմ որտեղ պայեմ։ Շտաս։ Հա, ճիշտ է, մամա որտեղ պայեմ։ Աղջիկներն են ասում, տուն չունին չեն գալիս։ Հույսեր շատ կան, բայց նպատակը ասված ոնց կտա։ Այ ինչ երազանք ունեք, որ ձեր հոգում, սրտում այսպես փայփայում եք երեխայի նման։ Թորնիկներ ունենամ, կնոջս հետ մենակ չգայի, թորնիկներս հետ գայի։ Ուզում եմ մի հատ օրորոց եմ։ Օրորոց եք ուզում ունենաք իրեն համար։ Չունի օրորոց։ Ունի ջախտված է։ Ուզեմ, որ մեր որտեղ որ մենք սովորում ենք, շատ լավ լինի, շատ լավ անցնի, որ 2026 թվին կոնե մեր երազանքին կիսով չափ հասնենք։ Ու հուսամ մեր երազանքը կլինի 26 թվին։ Իսկ դու։ Նույնը։ Ուզում եմ ամուսնանամ, լավ աղջիկ չկա, որ չեմ գտնում, որ ամուսնանամ։ Ուզում եք 2026 թվականին ամուսնանալ։ Իհարկե։ Ցանկություն շատ է տա, որ խաղաղություն լինի։ Խաղաղություն լինի, միգուցե կվերադառնանք մեր Արցախով։ 2026 թվին աշխարհին խաղաղություն էլի առաջի հերթին, ժողովրդին առողջություն, աշխատանքի տեղ ամենակարևորը, որ ժողովուրդը աշխատի, արտակարգ չլինի։ Բա մի կարևոր բան մոռացաք։ Ինչ Ազուջան։ Թոշակը բաչի բարձրացնե։ Դա չի բարձրանում ինչ անեմ, կռիվ չունեմ դրա հետ։